Կիրակին հանգստյան օր է, բայց ոչ հողագործի համար։ Հապաղումը կարող է ճակատագրական լինել, իսկ Թալիշի բնակիչն այլընտրանք չունի, սկսածը պետք է հաղթական ավարտին հասցնի։ Հողի հետ կռվի ելքը կարծես գյուղացու օգտին է։ Հարյուրավոր հեկտարներում ավանդականում համեմատաբար նոր մշակաբույսեր են ցանված։ Մենք նախաձեռնել ենք կոոպերատիվ եղանակով մշակումում, ստեղծել ենք Թալիշի հիմնադրամը արդեն 2-րդ տարին է։ Հիմնադրամը ունի վարձակալած մոտ 600 հեկտար տարածք, մի մասը համայնքի բնակիչների, մի մասը համայնքից վարձակալված։ Կարելի է ասել, այս տարի մենք ամբողջությամբ ցանել ենք, ունենք 5 տեսակի մշակաբույս, ունենք աշնանացանցորեն, ունենք եգիպտացորենի ցանք, արևածաղկի ցանք։ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի աջակցությամբ շուրջ 600 հեկտար ցանք է կատարվել, եւս մի քանի օր եւ գարնանացանի աշխատանքները կավարտվեն։ Տրակտորի վերջին պտույտներին վարչապետ Արայիկ Հարությունյանը ողջավորությամբ է հետևել։ Կոոպերատիվ տնտեսության առաջին մոդելի կիրառումն այս հողատարածքներում հաջող ընթացք ունի։ 220 հեկտար աշնանացան է կատարվել։ Հողատարածքներ հատկացվել են նաեւ գարնանացան 4 մշակաբույսի, նորույթների թվում կտավատն ու սոյան է։ Այս պայդրությամբ արդեն ցանված ունենք 25 հեկտար կտավատի ցանքեր, կունենան 40 հեկտար սոյայի, 90 հեկտար արևածաղկի եւ 150 հեկտար եգիպտացորենի ցանքեր։ Ցանքերը հիմնականում ավարտած են, եգիպտացորենի ցանքերից ունենք դեռ 10-20 հեկտար չավարտված եւ սոյայի 20 հեկտար։ Առաջիկա 2-3 օրերի ընթացքում կավարտենք բոլոր ցանքերը։ Տարին ընդհանուր առմամբ թույլ է տվել գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին կազմակերպել։ Մասնագետների հավաստմամբ առատ-բերք ակնկալելն էլ իրատեսական է։ Նախ ասեմ, որ տարին շատ բարենպաստ էր գյուղատնտեսական աշխատանքների համար, ճիշտ է, մեր անձրևները խոնավությունը խանգարում էին ցանքերին, բայց ամեն դեպքում խոնավությունը միակ ոչ միայն այն ատրիբուտն է, որը որ շատ է օգնում գյուղատնտեսության հաջողություններին։ Այս տարի անձրևների քանակը շատ նորմալ էր եւ համաչափ, որը որ մեզ օգնեց եւ նորմալ աշնանացանի բերք սպասելու, ակնկալելու եւ նաեւ գարնանացանի նորմալ ծիլը ապահովելու համար։ Խոնավ եղանակները սակայն նաեւ խնդիրներ են առաջ բերել։ Մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներն են օրակարգում։ Տարին նաեւ սպասվում է նաեւ որոշակի խնդիրներ կախված մոլախոտերի հետ, բայց կարծում եմ, որ ժամանակակից տեխնոլոգիաների եւ ներկայիս գիտատեխնիկական հնարավորությունների միջոցով հնարավոր կլինի նաեւ այդ խնդիրները լուծել։ Գարնանացանի ավարտից հետո հողօգտագործողները հանգստի ժամանակ չեն ունենա։ Առջևում բերքահավաքն է։ Հարթավայրային գոտում հացահատիկայինների դաշտերում կոմբայն աշխատելու է 2-3 շաբաթ հետո։ Եղանակային պայմանները բարենպաստ էին, ագրոժամկետներում ավարտին հասնելու։ Մի քանի օրից արդեն մոտորապես 20 օրից կսկսվի Թալիշի այդ հողատարածքի աշնանացանցորենի բերքահավաքը։ Բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված են։ Սպասենք տա Աստված, որ առանց միջադեպերի հավաքենք։ Սամվել Բալայան, Արտավազդ Գրիգորյան, օր։